Բարև ձեզ, այսօր մենք միասին բացահայտելու ենք մի լեռան պատմություն, որը պարզապես աշխարհագրություն չէ, խոսքը Արարատի մասին է, մի անուն, որը, գիտեք, շատ խորքային է, պատմություն, մշակույթ, ինքնություն, դուք մեզ ուղարկել եք բավականին շատ նյութեր, հին տեքստերից մինչև ժամանակակից վերլուծություններ, թանգարանային հոդվածներ, հուշեր, նույնիսկ քաղաքական փաստաթղթեր։ Այո, իսկապես, նյութը շատ բազմազան է։ Ունենք հանրագիտարանային տվյալներ, ասենք, բայց կողքին 13-րդ դարի շատ հետաքրքիր քարտեզի վերլուծություն, 20-րդ դարասկզբի ճամփորդի տպավորություններ ու նաև բարդ քաղաքական պայմանագրերի վերլուծություններ էլ կան, այսինքն տարբեր կողմերից ենք նայելու։ Ու մեր նպատակն էլ հենց դա է, հասկանանք ինչու է այս լեռն այսքան կարևոր, հա, ոնց է դարձել սրբազան խորհրդանիշ տարբեր մշակույթների համար ու ինչու է մինչև հիմա էլ այդքան բանը հուզում մարդկանց։ Մի կողմից բնության կոթող է, մյուս կողմից բարդ պատմության վկա։ Դե եկեք սկսենք ամենասկզբից, լեռան անձնագրից, այսպես ասած, աշխարհագրությունից։ Արարատը հայկական լեռնաշխարհի, կարելի ասել, թագն ու պսակն է, ամենաբարձր կետը։ Հիմա գտնվում է Թուրքիայի արևելքում, շատ մոտ մեր սահմաններին, Հայաստանի, Իրանի, Նախիջևանի, հենց Արաքսի աջ-ափին։ Իրականում դա երկու գագաթից կազմված մի մեծ զանգված է։ Մեծ Արարատը, որ մենք Մասիս ենք ասում, հասնում է մոտ 5137 մետրի, թեև ուրիշ թվերել են նշում մի քիչ ավելի բարձր։ Իսկ կողքին փոքր Արարատն է Սիսը, որը մոտ 3900 մետր է։ Այդ երկու կոնները, որ միշտ նկարներում տեսնում ենք, հա, դրանք իրար կպած են։ Հա, միացած են Սարդար Բուլախ անունով մի թամբարդով։ Իսկ իրեությամբ Արարատը հրաբուխ է, հանգած հրաբուխ։ Բազմացին է, այսինքն շատ ժայթքումների արդյունքում է ձևավորվել։ Կազմված է հիմնականում անդեզիտային ու դացիտային լավաներից, այդպես են ասում մասնագետները։ Թեև հանգած է համարվում, բայց իր ուժը ցույց է տվել, օրինակ 1840 թվականին։ Շատ հզոր ժայթքում ու երկրաշարժ է եղել հուլիսին։ Այո, դա կարծես շատ ողբերգական հետևանքներ է ունեցել։ Ցավոք, այո։ Ըստ պատմական տվյալների այդ ժայթքումն ու երկրաշարժը ամբողջությամբ կործանել են լեռան լանջին գտնվող հայկական Աքոռի գյուղն ու Սուրբ Հակոբ վանքը։ Խոսքը հազարավոր զոհերի մասին է, մինչև 10,000 մարդ։ Դժվար է պատկերացնել, ճիշտն ասած։ Սարսափելի է։ Բայց հենց այս ուժն ու անցյալն էլ երելի միախառնվելով նրա տեսքի հետ ստեղծում են այդ ձգողականությունը։ Երևանից որ նայում ես պարզ օրերին, կարծես ձեռքիդ մեջ լինի, չէ՞։ Ընդամենը 54 կիլոմետր է ուղիղ գծով։ Ու խորվիրապից իհարկե այդ տեսարանն ամմոռանալի է։ Մի աղբյուրում իտալացի ճամփորդ Լուիջի Վիլարի գրառումներում 1906 թվի հետաքրքիր համեմատություն կար։ Արարատին անվիճելի միապետ է անվանում, որ մենակ կանգնած է, ի հարաբերություն ասում է Ալպերի, որտեղ լիքը բարձր սարեր կան իրար կողքի։ Շատ տեղին է ասել, հա։ Հենց այդ մեկուսացվածությունն էլ ընդգծում է նրա վեհությունը ոնց որ։ Իսկ գագաթը, գիտենք, ձյունով ու սառցադաշտերով է ծածկված։ Ասում են մոտ 30 սառցադաշտ կա, բայց ցավոք, սա էլ է փոխվում։ Մի հետազոտություն կար աղբյուրներում, որ ցույց է տալիս 76-ից մինչև 2011 թիվը սառցադաշտերը մոտ 24%-ով փոքրացել են։ Այսինքն կլիմայի փոփոխությունը հասել է մինչև Արարատ։ Լավ, իսկ Արարատ անունը, որ հիմա ամենատարածվածն է, որտեղից է գալիս։ Արարատ անվան ծագումը հիմնականում գիտնականները կապում են Ուրարտուի Վանի թագավորության հետ։ Ավելի կոնկրետ նրա եբրայերեն անվան հետ, որը Աստվածաշնչում կա։ Ու հենց Աստվածաշնչի միջոցով էլ այս անունը տարածվել է եվրոպական լեզուներում, հետո էլ ամբողջ աշխարհում։ Հասկանալի է։ Այսինքն եվրոպացիների համար դա հենց աստվածաշնչյան լեռն է։ Բայց մենք հայերս ուրիշ անուններ էլ ունենք՝ Մասիս ու Սիս։ Հետաքրքիր է, չէ՞, որ խորենացին Մասիսը կապում է հայկի ծոր Ամասիայի հետ։ Այո, դա է հայկական ավանդական բացատրություններից է։ Բայց ուրիշ անուններ էլ կան։ Օրինակ թուրքերեն Աղրի դաղի են ասում, որը կարող է նշանակել եւ ցավի լեռ, եւ ուղղակի Աղրիի լեռ, քաղաքի անունով։ Պարսկերեն Կուհե նու, Նոյի լեռ, ուղիղ կապված է Տապանի պատմության հետ։ Քրդերեն էլ Չիայե Ագիրի, հրե լեռ, որը հավանաբար հրաբխային անցյալի հետ է կապված, էլի։
Այս բազմախանությունը ցույց է տալիս, թե տարբեր ժողովուրդների համար ինչ նշանակություն է ունեցել։ Անշուշտ, շատ հետաքրքիր է, թե հենց հայերը նախաքրիստոնեական շրջանում ոնց էին նայում այս լեռանը։ Դե հին հավատալիքներում լեռը կոչվում էր ազատ մասիս։ Ազատ բառը այստեղ ոչ թե ազատության իմաստով է, այլ սուրբ, պաշտելի, նույնիսկ ազնվական, այսինքն աստվածներին նվիրված։ Հավատում էին, որ այնտեղ բարձունքներում քաչքերն են ապրում, հզոր ոգիներ։ Դրա համար էլ երևի լեռը բարձրանալու արգելք կար, տաբու, էլի։ Կարծեմ լեգենդներ կան նաև վիշապների, օձերի մասին։ Հա, կան։ Հնարավոր է դրանք հրաբխային ակտիվության հետ են կապված։ Լավայի հոսքեր, գազեր, որոնք ժողովրդի մտքում դարձել են հրեղեն վիշապներ։ Ու չմոռանանք, որ խորենացին էլ հայերի ծագումը կապում է հենց արարատյան տարածքի հետ, Նոյի որդի Հապետ, հետո Հայքնահապետ։ Սա էլ ավելի է ամրացնում կապը։ Եվ այս կապը նոր խորություն է ստանում արդեն քրիստոնեության ընդունմամբ։ Հայաստանն աշխարհում առաջինն է 4-րդ դարի սկզբին, ու դա էլ է կապված Արարատյան դաշտի հետ։ Անշուշտ, հիմնական պատմությունը Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ թագավորի հետ է։ Մետրոպոլիտեն թանգարանի հոդվածում մի հետաքրքիր ստելա կա նկարագրված 4-5-րդ դարերի։ Մի կողմում Լուսավորիչն է, մյուս կողմում կենդանու երևի խոզի գլխով մարդ։ Ենթադրվում է, որ Տրդատն է, որ Հռիփսիմյան սպանությունից հետո ըստ ավանդության կերպարանափոխվել էր, ու հետո Լուսավորիչը բժշկեց։ Դրանից հետո էլ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց։ Եվ հենց այդ ժամանակ էլի Արարատյան դաշտում հիմնադրվում է Էջմիածնի մայր տաճարը։ Հա, ըստ ավանդության Լուսավորիչը տեսիլք է ունենում, Քրիստոսն է իջնում ոսկեմուրջով ու ցույց տալիս տեղը։ Շատ գեղեցիկ պատկերված է մի խորանի վարագույրի վրա, որ 1741-ին նոր ջուղայում են սարքել, դրա նկարն էլ կար են նյութերում։ Այնտեղ երևում են եւ Քրիստոսը մուրջով, եւ Լուսավորիչը, նույնիսկ Տրդատը դեռ խոզի գլխով։ Սա ցույց է տալիս, թե ինչքան խորն է կապը։ Լավ, այսքանից հետո արդեն պետք է անդրադառնանք Նոյան տապանի պատմությանը, որը երևի ամենահայտնին է։ Բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, որ շատերը չգիտեն։ Հա, շատ կարևոր է դա։ Աստվածաշնչում, Ծննդոց գրքում գրված է. «Տապանը նստեց Արարատի լեռների վրա»։ Ուշադրություն դարձրեք, լեռների հոգնակիով։ Եբրայերեն բնագրում Հարեի Արարատ է, որը նշանակում է հենց Արարատի լեռները, այսինքն ոչ թե մի կոնկրետ սար, այլ Ուրարտուի հայկական լեռնաշխարհի լեռները։ Այսինքն այն, որ մտածում ենք տապանը հենց այս Մասիսի գլխին է կանգնել, դա ավելի ուշ է առաջացել։ Ճիշտ է այդպես։ Վաղ հրեական աղբյուրները, Հովսեփոս Փլավիոսը, նույնիսկ վաղ հայ մատենագիրները, ինչպես նշում են աղբյուրները, տապանի տեղը ավելի շատ կապում էին Կորդուկի լեռների հետ, Վանա լճից հարավ-արևելք, ոչ թե Մասիսի։ Բա ոնց եղավ, որ հետո հենց Մասիսը դարձավ այդ լեռը։ Դե աղբյուրները մեծ դեր են տալիս եվրոպացիներին, հատկապես խաչակիրների ժամանակներից սկսած 11-12-րդ դարեր։ Երբ նրանք անցնում էին Հայաստանով, տեսնում էին այս վեհ, մենակ կանգնած լեռը ու սկսում էին նույնացնել աստվածաշնչյան պատմության հետ։ Ու այս տեսակետը տարան Եվրոպա։ 13-րդ դարում Վիլյամ դե Ռուբրուկն է հիշատակվում։ Հա, ու այստեղ շատ կարևոր է այն անգլիացի վանականի Մաթեոս Փարիզեցու քարտեզը 13-րդ դարի։ Նկարը կարելի, այնտեղ Արարատը երկու գագաթով է ու մեջտեղը տապանը։ Ինքն էլ գրում է, որ հայ բանագնացներից է լսել, որ իրենց ամենաբարձր լեռան վրա է տապանը։ Հա, այսինքն տեղականի եկվոր պատկերացումները խառնվեցին իրար ու վերջնականապես ամրագրեցին Մասիսը որպես տապանի լեռ, իսկ հայ եկեղեցու դիրքորոշումն էլ է փոխվել։ Հին ժամանակ, ինչպես ասացինք, սուրբ էր, անմատչելի։ Այն հայտնի պատմությունը կա Հակոբ մծբնեցու մասին, որ փորձում է բարձրանալ, բայց քնում է, հետո հրեշտակը երազում տապանից փայտ է տալիս ու ասում, որ չի կարելի բարձրանալ։ Այսինքն սրբազան արգելք կար, բայց հիմա փոխվել է, չէ՞։ Հա, հիմա շատ հայերի համար Արարատ բարձրանալը ոնց որ ուխտագնացություն լինի, հայրենիքի խորհրդանշի հետ կապվելու մի ձև։ Իսկ տապանի փաստացի որոնումները դե տարբեր խմբեր փնտրում են, բայց մինչև հիմա գիտականորեն հաստատված ոչ մի բան չկա։ Գիտական շրջանակներում դա ավելի շատ կեղծ հնեաբանություն են համարում։ Հասկանալի է։ Լավ, թողնենք տապանը, անցնենք լեռան որպես խորհրդանիշի նշանակությանը, որը հայերի համար ուղղակի անսահման է։ Անկասկած, Արարատը հայերի համար դե ոնց որ ինքնության, հայրենիքի, միասնության խտացումը լինի։
Հատկապես 1915-ից ցեղասպանությունից հետո, երբ Արևմտյան Հայաստանը մնաց այն կողմում, Արարատը դարձավ նաև կորուստյալ հայրենիքի, կարոթի, բայց միևնույն ժամանակ հույսի ու վերածննդի խորհրդանիշ։ Դրա համար էլ միշտ Հայաստանի զինանշանների վրա է, առաջին հանրապետությունից մինչև հիմա։ Էն Մաթեոս Փարիզեցու քարտեզում էլ, Արարատը ուղակի սար չէր, քրիստոնյա աշխարհի սահմանն էր ցույց տալիս։ Մի տեսակ կողմնորոշիչ էր։ Էնտեղ ուխտով մարդ էլ կար նկարած, որը երևի ակնարկում էր Մետաքսի ճանապարհին Հայաստանի դերը։ Ու այս խորհրդանիշը դե ամբողջ մշակույթի մեջ է։ Միջնադարյան մանրանկարներից սկսած, մինչև մեր մեծ նկարիչները, Այվազովսկին, Բաշինջայանը, Սարյանը, Թերլեմեզյանը, բոլորն էլ անդրադարձել են։ Ու գրականությունը իհարկե։ Դժվար է մի հայ դասական գտնել, որ Արարատի մասին չգրած լինի։ Աբովյանից որ բարձրացավ գագաթը, մինչև Իսահակյան, Չարենց, Շիրազ, Սևակ, էն տողերը աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Չարենցի, կամ Շիրազի կտակը, Պահես Մասիսն Հավիտյան, սրանք ուղակի բանաստեղծություն չեն էլի։ Դրանք ոնց որ ազգային գիտակցության բանաձևեր լինեն։ Հետաքրքիր է, որ եվրոպացի ճամփորդներն էլ Վիլլարին, Ջեյմս Բրայսը, Լինչը իրենց գրքերում հիացմունքով են խոսել Արարատի մասին։ Ու իհարկե չենք կարող չհիշել առաջին վերելքը։ Այո, դա շատ կարևոր պահ էր, որ կոտրեց այդ անմատչելիության պատկերացումը։ Դա եղել է 1829 թվականի հոկտեմբերի 9-ին։ Գերմանացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարոտն է բարձրացել Դորպատի համալսարանից։ Իր հետ էլ մեր Խաչատուր Աբովյանը որպես ուղեկցորդ ու թարգմանիչ։ Էլի մարդիկ են եղել, 2 հայ գյուղացի, 2 ռուս զինվոր։ Ասում են հենց Աբովյանն է առաջին հայը, որ հասել է Գագաթ ու այնտեղ փայտե խաչ է դրել։ Պատմական պահ, բայց պատմությունը շարունակվում է ու հաջորդ շերտը, որ պիտի բացենք, երևի ամենաբարդն է՝ քաղաքական պատմությունը, սահմանները։ Այո, դա ցավոտ թեմա է։ Արարատը դարերով սահմանային գոտում է եղել։ Սկզբում Օսմանյան ու պարսկական կայսրությունների սահմանն է անցել նրա մոտով։ Հետո 1828-ին Թուրքմենչայի պայմանագրով, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Մեծ Մասիսի հյուսիսային լանջերն ու Սիսի արևելյան լանջերը հայտնվեցին Ռուսաստանի կազմում։ Սիսի Գագաթը նույնիսկ դարձավ կետ, որտեղ 3 կայսրությունների սահմաններն էին հատվում։ Բայց հետո եկավ 20-րդ դարը ու ամեն ինչ փոխվեց։ Ոնց ստացվեց, որ Արարատն ամբողջությամբ հայտնվեց Թուրքիայի տարածքում։ Դեսա 1921 թվականի 2 պայմանագրերի Մոսկվայի ու Կարսի արդյունքն է։ Այդ ժամանակ նոր ստեղծված խորհրդային Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան մերձեցան, ոնց որ ընդհանուր թշնամի ունեին՝ արևմուտքը, իմպերիալիզմը։ Մի աղբյուրում նշվում է, որ Լենինի կառավարությունը բավականին մեծ օգնություն ոսկով զենքով տվել է Քեմալին Անտանտի դեմ պայքարելու համար։ Եվ հենց այս մերձեցման արդյունքում էլ եղան տարածքային զիջումներ։ Ինչ տարածքներ անցան Թուրքիային։ Մոսկվայի պայմանագրով, որը հետո Կարսում վերահաստատվեց, նախկին Կարսի մարզը, Արդահանի օկրուգը ու Սուրմալուի գավառը, որի մեջ էլ հենց Արարատն էր, տրվեցին Թուրքիային։ Փոխարենը Թուրքիան ճանաչեց, որ Աջարյան, Բաթումի շրջանը անցնում է խորհրդային Վրաստանին։ Աղբյուրներում նշվում է, որ Ստալինը, որն այն ժամանակ ազգությունների հարցերով կոմիսար էր, կարևոր դեր է խաղացել, պնդելով, որ Բաթումը մնա Վրաստանին, փոխարենը զիջելով Սուրմալուն։ Ու այս պայմանագրերի շուրջ մինչև հիմա էլ շատ տարբեր կարծիքներ կան։ Այստեղ շատ կարևոր է նորից ասել, որ մենք որևէ տեսակետ չենք պաշտպանում, ուղղակի ներկայացնում ենք, թե ինչ է գրված ձեր տրամադրած աղբյուրներում։ Միանշանակ։ Դա շատ կարևոր է։ Դե մի կողմից կան կարծիքներ, այդ թվում ձեր նյութերում, որ այս պայմանագրերն անարդար էին պարտադրված Հայաստանին, որ դրանք իրավական տեսանկյունից էլ խնդրահարույց են, քանի որ ոչ լիարժեք ճանաչված կառավարությունների միջև են կնքվել։ Երբեմն նույնիսկ հայկական հողերի վաճառք են անվանում։ Մյուս կողմից կան պատմաբաններ, որոնք ասում են, պետք է հաշվի առնել իրավիճակը։ 1920-ի պատերազմից հետո Հայաստանը կործանման եզրին էր, ու խորհրդային Ռուսաստանի միջամտությունը, թեկուզ այսպիսի ծանր կորուստներով, փրկեց Հայաստանի գոյությունը, թեկուզ փոքրացված։ Սպուտնիկի հոդվածում պատմաբան Գասպարյանը նաև Անտանտի երկրներին է մեղադրում, խոստումները չկատարելու համար։ Այսինքն մի հարց է, որտեղ հեշտ պատասխան չկա էլի։ Պատմությունը հաճախ այդպես է, բարդ ու ոչ միանշանակ։ Բայց Արարատի շուրջ սահմանային փոփոխությունները դրանով էլ չավարտվեցին, չէ՞։ 1933-ում Իրանի ու Թուրքիայի միջև սահմանի ճշգրտում եղավ, ու Սիսի արևելյան մի փոքր մասն էլ Իրանից անցավ Թուրքիային։
Հետո էլ երկրորդ համաշխարհայինից հետո 1945-ին Ստալինը տարածքային պահանջներ ներկայացրեց Թուրքիային Կարսն ու Արդահանը հետ ուզելով։ Բայց դե Արևմուտքը դեմ դուրս եկավ ու 53-ին Ստալինի մահից հետո ԽՍՀՄ հրաժարվեց այդ պահանջներից։ Ու արդյունքում Արարատը մինչև հիմա մնում է Թուրքիայի սահմաններում։ Մի հետաքրքիր դեպք էլ կար ձեր աղբյուրներում Ակոս թերթի հոդվածից Չինաստանից եկած օգնության տուփերի մասին, որոնց վրա գրված էր. ցանկանում ենք, որ հայ-չինական բարեկամությունը լինի Արարատ լեռից բարձր, ու Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքել էր դրա դեմ։ Մա լեռը Թուրքիայի տարածքում է, ռազմականացված գոտում բարձրանալու համար հատուկ թույլտվություն է պետք։ Բայց դե անկախ սահմաններից ու քաղաքականությունից Արարատը միլիոնավոր հայերի համար շարունակում է մնալ շատ հզոր խորհրդանիշ, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այսպիսով, եթե փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը, տեսանք, թե ոնց է Արարատը լինելով ուղղակի տպավորիչ լեռ, դարերի ընթացքում դարձել բազմաշերտ մի բան։ Եղել է աստվածների բնակավայր, հայոց ազատ սուրբ լեռ, Նոյան տապանի հանգրվան, քրիստոնեական պատմության կարևոր վայր, ազգային ինքնության, միասնության, կորուսցիալ հայրենիքի խորհրդանիշ, արվեստի ներշնչանքի աղբյուր ու միևնույն ժամանակ բարդ քաղաքական վեճերի առարկա։ Իրոք, ոնց որ իր երկրաբանական շերտերը լինեն, այդպես էլ պատմական ու մշակութային շերտերն են իրար վրա եկել, ստեղծելով այսօրվա Արարատի կերպարը, բարդ ու երբեմն հակասական։ Ձելու համար։ Հաշվի առնելով, որ Արարատի նման խորհրդանիշների արմատները շատ ավելի հին են, քան այսօրվա սահմանները, ու դրանք շատ ուժեղ են մարդկանց համար, անկախ նրանից, թե որտեղ են ապրում, ինչպես եք կարծում, կարող է արդյոք նման խորհրդանիշների հանդեպ հարգանքը, դրանց պատմությունը իմանալը, ինչ-որ կերպ կամուրջ դառնալ քաղաքական բաժանումների միջև, թե հակառակը, դրանց ներկայիս գտնվելու վայրն ու կարգավիճակն անխուսափելիորեն ուժեղացնում են այդ բաժանումները։ Լավ հարց է, որի շուրջ կարծում եմ յուրաքանչյուրը կարող է խորհել, հիմնվելով այն ամենի վրա, ինչի մասին այսօր խոսեցինք։ Շնորհիվ ձեր տրամադրած այս հարուստ նյութերի։ Դե ինչ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս ճամփորդության ընթացքում դեպի Արարատի խորքերը։ Մինչ նոր հանդիպում։